Դոնալդ Թրամփը հրապարակում է արել Truth Social-ի էջում հայտարարել, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, եւ դա հաշվի առնելով ուրախ չէ, որ Միացյալ Նահանգներն իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով այդ վարժանքները ծախսատար են։ Այնուհանդերձ հիմա ուշ է չեղարկել զորավարժությունները, սակայն հանձնարարել են պատերազմի նախարարին էականորեն կրճատել դրանք, նշել է Դոնալդ Թրամփը, հավելել. Վերջերս հարցրել էր Հարավային Կորեայի նախագահին արդյոք նա կմիանա Իրանի ապամիջուկայնացման գործողությանը, եւ հարավկորեական կողմը հրաժարվել էր։ Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, նաեւ Հարավային Կորեայում է գտնվում ԱՄՆ-ի արտասահմանյան ամենամեծ ռազմաբազան։ Ընթացիկ 10-օրյա զորավարժությունների նպատակն է բարձրացնել Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքներին հակազդեցության, ԱԹՍ-ների, GPS խափանումների եւ կիբերհարձակումների դեմ պայքարի կարողությունները։ Այս ֆոնին Հարավային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ, Սեուլից կոչ են արել հրաժարվել փոխադարձ սպառնալիքների քաղաքականությունից եւ կարգավորել երկու երկրների միջև լարվածությունը։ Սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այդքան էլ հետաքրքրված չէ Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ, քանի որ ռազմական եւ այլ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Ռուսաստանի հետ։ Վերջին 2 օրում ուկրաինական ուժերը հարյուրավոր ԱԹՍ-ներ են արձակել Ռուսաստանի, այդ թվում մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ։ Դաշնության պնտվյալով թիրախում են եղել Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի եւ այլ մարզեր, Ղրիմը, Ազովի եւ Սևծովերի տարածքները։ Մոսկվայի եւ Բելգորոդի մարզերում կան զոհեր եւ վիրավորներ, տեղական իշխանությունների տվյալով քաղաքացիական օբյեկտներ են վնասվել։ Մոսկվայի մարզում նաեւ Wildberries-ի պահեստ է հրդեհվել։ Ըստ ուկրաինական կողմի Ռոստովի մարզում էլ թիրախավորվել է հրթիռային վառելիք արտադրող գործարան։ Տեղական իշխանության փոխանցմամբ հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Աստրախանի մարզում եւս քաղաքացիական անձ է զոհվել։ Ռուսաստանն էլ հայտնել է, որ թիրախավորվել են Կիևում ԱԹՍ-ների արտադրամասեր, Կրեմենչուկում նավթավերամշակման եւ Կրիվոյ Ռոգում մետաղագործական ձեռնարկություններ, ինչպես նաեւ Իզմայելում եւ Օդեսայում էներգետիկ եւ նավահանգստային ենթակառուցվածքներ։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածել են քաղաքացիական օբյեկտների, կան զոհեր։ Հաղորդվում է, որ ի թիվս այլնի Կիևում գրքի շուկա է այրվել։ Նաեւ տեղեկություններ կան, որ օգոստոսի 16-ի գիշերը հերթական անօդաչու թռչող սարքն է հայտնաբերվել Ռումինիայի օդային տարածքում, նշվում է, որ այն ներթափանցել է Մոլդովայից։ Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մերձավոր Արևելքում տարբեր ուղղություններով լարվածությունը պահպանվում է արևմտյան ԶԼՄ-ների տվյալով Դոնալդ Թրամփը մտադիր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը եւ աննախադեպ պատժամիջոցներ կիրառել։ Զուգահեռ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը հայտարարել է իր երկիրը հաղթանակ է տարել թե ռազմական, թե քաղաքական առումով, իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն հասել իրենց նպատակներին։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավելել է իրանցիները պետք է հպարտանան դրանով։ Եմենի հութիներն էլ շարունակում են երկրի կառավարական ուժերին եւ Սաուդյան Արաբիայում օբյեկտներին հարվածները, հաջակցություն Իրանի։ Եմենի բանակից տեղեկացրել են, որ ի պատասխան միայն վերջին ժամերին 180-ից ավելի ռազմական գործողություն են իրականացրել հութիների նկատմամբ, ինչի հետևանքով անսարալաշարժման ներկայացուցիչներ են զոհվել եւ վիրավորվել։ Լարված է Գազայի ուղղությամբ, Իսրայելը հրաժարվում է ընդունել կարգավորման ամերիկյան կողմի ծրագիրը։ Այս ֆոնին ըստ տեղեկությունների Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները հանդիպել է Համասի ղեկավարության հետ, քննարկելու խաղաղության ծրագիրը եւ շարժման զինաթափումը։ Հանդիպումն անցել է Եգիպտոսում։ Քուշները բանակցել է նաև Եգիպտոսի նախագահի, արտգործնախարարի եւ հետախուզության ղեկավարի հետ։ Դոնալդ Թրամփն իր հերթին անդրադարձել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի ստորագրած Մեքքայի համաձայնագրին, որի հայտարարված գաղափարը համատեղ պաշտպանությունը եւ հավաքական անվտանգությունն են։ ԱՄՆ նախագահը շեշտել է, այդպիսով Մերձավոր Արևելքը համախմբվում է եւ ցույց տալիս, որ պատրաստ է պաշտպանել ինքն իրեն։ Եվրոպական մի շարք երկրներում չի հաջողվում մարել անտառային հրդեհները, խոսքը մասնավորապես Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Իսպանիայի եւ Հունաստանի մասին է։ Բելգիայում երկրի պատմության ամենազանգվածային հրդեհներն են, այրվել է մի քանի հազար հեկտար տարածք, որոշ բնակավայրերում տարհանում է իրականացվում։ Կրակի մարման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր հրշեջներ։ Գերմանիան եւ Լյուքսեմբուրգն էլ հրշեջներ են ուղարկել օգնելու Բելգիայում հրդեհաշիջման աշխատանքներին եւ թույլ չտալու, որ կրակը հասնի Գերմանիայի հետ սահման, որտեղ նույնպես անտառային հրդեհներ են։ Ֆրանսիան եւս պայքարում է հրդեհների դեմ, որոշ օջախներ արդեն հաջողվել է տեղայնացնել։ Խորվաթիայում 4 մարդ է ձերբակալվել ափամերձ շրջաններում անտառային հրդեհներ առաջացնելու կասկածանքով։ Բարդ է իրավիճակը Հունաստանի Սկիրոս կղզում, կան զոհեր։ Իսպանիայի Ուեսկա նահանգում մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհն էլ շարունակում է տարածվել, ընդգրկելով արդեն ավելի քան 16000 հեկտար տարածք։ Քամոտ եւ տաք եղանակը նպաստում է կրակի տարածմանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։